Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաֆյանն եմ։ ABC մեդիան երեկոյան ահազանգեր էր ստացել Կապանից։ Ասում էին քաղաքում լսվում են կրակոցների, այդ թվում հրետանու հարվածների ձայներ։ Շեշտում եմ, լսվում են ձայներ, նշելով, որ դրանք հարևան երկրներում ընթացող մարտերի ձայներն են։ Տեղեկությունը հաստատել են Կապանի մի քանի բնակիչներ, ծնունդով Կապանից պատգամավոր Աննա Գրիգորյանը, նաև քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Համայնքապետը գործընկերոջս ասել էր, որ կրակոցների ձայները լսվում են Իրանի տարածքից։ Աննա Գրիգորյանն ասել էր, հավանաբար Նախիջևանից, իսկ բնակիչները Զանգելանի հատվածից են ձայներ լսել։ Գործընկերներս փորձել են պարզաբանում ստանալ նաև պաշտպանության նախարարությունից, սակայն զանգերը մնացել էին անպատասխան։ Ավելի ուշ նախարարությունը տարածեց հերքող տեղեկություն, թե Հայաստանի Հանրապետության տարածքում կրակոցներ չկան, բայց որևէ լուր չէր եղել, թե Հայաստանի տարածքում կրակում են, այլ Կապանում լսվում են կրակոցի ձայներ։ Իրան-Ադրբեջան հարաբերությունները սրվել են Նախիջևանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Բաքուն նույնիսկ 12 ժամով փակել է Իրանի սահմանին հարող հարավային օդային տարածքը։ Լարվածության ֆոնին հեռախոսով զրուցել են երկու երկրների արտգործնախարարները։ Զրույցի ընթացքում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է այն տեղեկությունը, թե Իրանից որևէ արգ է արձակվել Ադրբեջանի տարածքի ուղղությամբ։ Ըստ պաշտոնական Բաքվի իրանական անօդաչուն ընկել է Նախիջևանի տարածքում, մեկը օդանավակայանի տերմինալի մոտ, մյուսը Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի վրա։ Բաքուն պնդում է, որ միջադեպի պատճառով կա երկու վիրավոր։ Ադրբեջանում Իրանի դեսպանին կանչել են արտգործնախարարություն։ Konusunda da əsas yerə keçək. Իրանի փոխարտգործնախարարն էլ հայտարարել է, որ Թեհրանը ռազմական հարվածներ կարող է հասցնել միայն այն պետություններին, որոնք իրենց տարածքը տրամադրում են Իրանի հակառակորդներին ռազմական բազաներ տեղակայելու համար։ Իրանը չի հարվածում հարևան երկրներին, այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն։ Իլհամ Ալիևը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ հայտարարել, որ Բաքուն չի հանդուրժի Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարձակումը եւ որպես պատասխան զինված ուժերին հանձնարարել է պատրաստվել ու իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ։ Իրանի պաշտոնատար անձինք պետք է բացատրություններ տան, ինչպես որ վերջ ենք դրել հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, եւ թող Իրանը չմոռանա դա։ Իրանի պաշտոնատար անձինք պետք է բացատրություններ տան, ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից։ Այդ ահաբեկչական գործողությունն իրականացնողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել եւ իրականացնել պատասխան միջոցներ։ Թե կոնկրետ ինչ գործողությունների կդիմի Բաքուն, պարզ չէ։ Այս ֆոնին էլ Երևանն էլ է անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ Նիստին քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային վիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների, բնականոն գործունեությունն ապահովելու վերաբերյալ հարցեր։ Ներկա են եղել նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախարարները մտահոգված են ստեղծված վիճակով, շեշտել են, որ պետք է չսրել լարվածությունն ու ապահովել կայունություն եւ անվտանգություն։ Իսկ ինչ վիճակ է Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմական ճակատում։ Իրանը հարվածել է Օմանից օդի ամերիկյան Աբրահամ Լինկոլն ավիակրին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածից հետո նավն անհետացել է ու ըստ երևույթին Օմանից օդից հեռացել է մի քանի հազար կիլոմետր։ Նախքան հարվածելը Թեհրանը տեսանյութ էր հրապարակել, որում ցույց էր տվել, թե ինչ ռազմատեխնիկայով է պատրաստվում հարվածել ամերիկյան ավիակրին։ Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող Միացյալ Նահանգների համար աշխատող նավթավերամշակման գործարանին։ Էմիրություններում հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարվածները։
Իրանական պետական հեռուստարադիո ընկերությունը հայտնել է, որ Իրանը հարվածել է Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան զինվորականների շտաբին։ Հակաօդային պաշտպանության աշխատանքի ազդանշաններն ու ձայները լսվել են Դուբայում և Ֆուջեյրայում։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ հոպն ու հակահրթիռային պաշտպանության համակարգերը հետ են մղում Իրանի գրոհները։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ինքը պետք է անձամբ ներգրավված լինի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությանը, ճիշտ այնպես, ինչպես դա արել է Վենեսուելայում։ Թրամփն ընդունել է, որ Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին ամենահավանական թեկնածուն է, սակայն հստակ հասկացրել է, որ այդ արդյունքն իր համար անընդունելի է։ Նա հավելել է, որ հրաժարվում է ընդունել Իրանի նոր առաջնորդին, որը կշարունակի Խամենեիի քաղաքականությունը։ Թրամփի խոսքով պետք է գա մեկը, որը ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրանին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իրանից հետո Կուբան պարզապես ժամանակի հարց է։ Ի դեպ, New York Times-ը հայտնել է, որ Իրանը հետաձգել է Խամենեիի իրավահաջորդի նշանակումը անվտանգության սպառնալիքների պատճառով։ Արագ և մաքուր ռազմական հաղթանակի պլան Ան ձախողվել է, պարոն նախագահ, ձեր պլան Բ-ն ավելի կձախողվի, գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, դիմելով Թրամփին։ Նրա խոսքով ճշմարտությունն այն է, որ եզակի գործարքի հնարավորությունը վատնվեց այն բանից հետո, երբ Ամերիկան վերջինն է խմբավորումը նվազեցրեց բանակցություններում Իրանի արձանագրած նշանակալի առաջընթացը։ Իսրայելն առաջինը միշտ նշանակում է, Ամերիկան վերջինն է, գրել է նախարարը։ Իրանական կասետային զինամթերքի մարտագլխիկներով հրթիռները հարվածել են Թել Ավիվին, խոշոր հրդեհ է բռնկվել Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում։ Իսկ Լիբանանի վրա իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 102-ի, վիրավորներինը 638-ի, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։ Թել Ավիվը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին, Լիբանանի արևելյան և հարավային շրջաններին, որտեղ իսրայելական բանակը գործողություն է ծավալել Հեզբոլլահ շարժման դեմ։ Թիրախ են դառնում բնակելի թաղամասերը։ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանին դատարանն ազատ է արձակել։ Նրա նկատմամբ սահմանել են վարչական վերահսկողություն։ Սրբազանին կալանավորել էին 2025 թվականի դեկտեմբերին։ Ես հիշում եմ, որ կալանավայրերը ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ, ուրախ եմ ասելու, որ ես անուղելի եմ մնացել, չեմ ուղղվել այդ առումով, իմ հայացքների, իմ դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել։ Կարդում էինք, մտածում էինք, այն ամենը, ինչ որ վերագրվել է ինձ, վերագրվում է բացարձակապես կապ չունի իրականության հետ եւ ընդամենը փորձ է ահաբեկելու, փորձ է վախ ներշնչելու, որը իհարկե որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Շարունակվել է նաև Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Նիստից առաջ Սրբազանը շնորհավորել է Արշակ Սրբազանին։ Արշակ Սրբազանին ամբողջությամբ ազատ արձակեցին։ Շնորհավոր։ Ես արդեն դուրս գալուց իրեն ասեցի վերադառնամ այստեղ չլինես։ Ողջույններ Արշակ Սրբազանին։ Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ հայտնել է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է իրենց ներկայացրած բողոքը։ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Եվ վերջում եղանակի մասին։ Երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և քամուշ գնացում։ Երևանում չի անձրևի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։